Նախ ես ուզում եմ ողջունել ձեր այն դիրքորոշումը, որը կապված էր քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մասով, որտեղ ակնհայտորեն ոտնահարված էին անձի իրավունքները, մասնավոր կյանքի իրավունքը, եւ ես հույս ունեմ, որ դուք ի պաշտոն նաեւ կկոմունիկացնեք ձեր դիրքորոշումը եւ քննադատությունը համապատասխան մարմնի ղեկավարին։ Հիմա ֆունդամենտալ հարցին։ Դուք ձեր ելույթում էլ ասացիք, որ Պարլամենտի եւ նաեւ ձեր պրոֆիլային հանձնաժողովի անկյունակարային հարցը լինելու է սահմանադրության հարցը։ Ես ուզում եմ շատ հստակ ասեք, արդյոք այդ նոր տեքստի մեջ, որը հայ ժողովուրդը չի տեսել, անկախության հռչակագրին հղումը հանված է, թե ոչ։ Ժամկետների մասով ինչու են այդ փոփոխությունները տեղի ունենում։ Մարտի 1-ին պետք է հրապարակվեր, հիմա ասում եք մինչև տարվա վերջ, ինչ հանգամանքներով պայմանավորված է այդ փոփոխությունը։ Եվ անկյունակարային հարցը, որ Տիկին Վարդանյանը հնչեցրեց։ Գիտեք, երբ որ դուք ասում եք մենք կգանք, ձեզ կհամոզենք, կփորձենք խոսել եւ այլն, միգուցե այդ դաշտը բաց լինի, օրինակ հարկային օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ, սոցիալական ինչ-որ ծրագրերի շուրջ քննարկումների ժամանակ, բայց սա կարմիր գիծ հանդիսացող քննարկումներ են։ Հայաստան դաշինքը, որին քվեարկել է մոտ 150,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չի լիազորել, որ մենք գանք եւ կողմ քվեարկենք մեր դիրքորոշումը գիտեք, Ալիևյան սահմանադրությանը։ Դրան կարող եք չանդրադառնալ, ուղղակի դիրքորոշումն եմ ասում։ Հետևաբար իսկապես ես չեմ հասկանում, ինչ տրամաբանությամբ եք ակնկալում, որ 2/3 չունենալու բերումով դուք կարող եք այդ հարցը դնել հանրաքվեի։ Ժողովուրդը պետքա կողմ կամ դեմ քվեարկի։ Այո, բայց մինչև դա սահմանադրությունը մեկ ճանապարհ է նախատեսում, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պետք է հաստատի նախագիծը եւ այնուհետեւ այն պետքա դրվի քվեարկության։ Հիմա ժողովրդի այն հատվածը, որին մենք ենք ներկայացնում, դեմ է դրան եւ մեզանից որևէ մեկը չի պատրաստվում դրան կողմ քվեարկել։ Կրկնում եմ, սա թեթև հարց չի, սա ֆունդամենտալ հարց է։ Ուզում եմ հասկանալ ոնց եք պատկերացնում ճանապարհը։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան հարցերի համար, արդյոք հանվել է սահմանադրության տեքստից անկախության հռչակագրին հղումը։ Որևէ բան սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր սահմանադրություն։ Ոչ թե մենք վերցրել ենք սահմանադրությունը եւ մեջից ինչ որ բաներ ենք ջնջել, ինչ որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ եւ վրան սկսել ենք գրել նոր սահմանադրության տեքստ։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին, ոչ եւ չպետք է պարունակեր։ Եվ այդտեղ Ալիևը որևէ կապ չունի, որքան էլ որ դուք խոսեք այդ մասին եւ որքան էլ այդ հարցը շահարկեք։ Մենք այստեղ ժամանակը չի բավականացնի դրա շուրջ ունենալ հայեցակարգային քննարկումներ, թե ոնց է պատահել, որ մենք ուզած թե չուզած ապրում ենք նոր պետության մեջ եւ այդ նոր պետությունը պետք է ունենա նոր համաձայնություն պետություն քաղաքացի եւ քաղաքացի շրջանակներում մեր ժամանակը հարց ու պատասխանի վստահաբար չի բավականացնի դրա համար, բայց այդ քննարկումը շատ կարեւոր է, որպես մենք եւ դուք որպես հակադիր դիրքորոշումներ ունեցող քաղաքական գործիչներ այդ հայեցակարգային քննարկումը ունենանք։ Ես իմ ելույթում նշեցի, մենք պետք է պատասխանենք այդ հարցին, ինչ պետություն ենք մենք պատկերացնում, որ պետք է ունենանք, ինչ նպատակներ ունեցող պետություն ենք մենք պատկերացնում, որ մենք ունենանք։ Համենայն դեպս պետք է կարևորը այն է, որ յուրաքանչյուրս պետք է առաջնորդվենք մեր պետականության ամրապնդման եւ մեր ժողովրդի, մեր պետության տարածքում հարատևության ապահովման հրապարականով։ Եկեղեցու հետ կապված, եթե ես ճիշտ եմ հիշում, Տիկին Վարդանյան ձևակերպ որևէ նոր բան այնտեղ գրված չի, բայց վստահ եմ, իմ հիշելով որևէ բան այնտեղ չկա, այսինքն բացառիկ դերի նշման հետ կապված որևէ խնդիր մենք չունենք, հայ առաքելական եկեղեցին մեր պետականության բացակայության պայմաններում եղել է մեր ազգապահպանության հիմնական շարժիչ ուժը, մենք դրա հետ բնականաբար որևէ խնդիր չենք կարող ունենալ, բայց նաև մենք ասում ենք, որ հասկանալի է, որ եկեղեցին պետք է զբաղվի ազգապահպանությամբ, երբ չկա պետություն եւ պետականություն, բայց երբ կա պետություն եւ պետականություն, այդտեղ մի քիչ գործառույթները արդեն փոխվում են։ Ինչ ճանապարհով եմ պատկերացնում, թե ոնց ենք ձեզ համոզելու կամ դուք ինձ համոզելու։ Ես նորից Տիկին Վարդանյանի հարցին էի պատասխան, պետք է քննարկենք Տիկին Գրիգորյան։ Իրոք կարող է իրեր կարողանում ենք համոզել, կամ մենք ձեզ կամ դուք մեզ, բայց նաև այլ հարցը պետք է քննարկենք, եթե ժողովուրդը ուզում է ունենալ նոր սահմանադրություն, ապա արդյոք կարող են падգամավորները դրան ընդդիմանալ։ Բայց սա տեսական քննարկում է, այսինքն այս բանը սա դες չեմ ներկայացնում որպես ճանապարհային քարտեզ։
տան որպես նպատակ։ Արձագանք։ Փաստորեն ֆիքսենք, որ անկախության հռչակագրին հղումը որևէ կերպ արտացոլված չի լինելու Սահմանադրության նոր տեքստում, դա արձանագրեցինք, ժամկետների հետ կապված նոր բան չասացիք, ինչու փոխվեց մարտի 1-ը մինչև հիմա տարվա վերջ։ Սահմանադրության մասին մեր կարծիքները բնականաբար տարբեր են, դրա մասին կարծում եմ առանձին ելույթով կխոսենք, բայց ֆունդամենտալ հարցը Տիկին Ջորհակյան շարունակում է լինել հետևյալը։ Սահմանադրությունը մեկ ճանապարհ է նախատեսում նոր սահմանադրության ընդունման։ Այն է խորհրդարանի 2/3-ը հաստատում է եւ այնուհետեւ այդ նախագիծը դրվում է հանրաքվեի։ Դա, այսինքն առաջին քայլ, երկրորդ քայլ, ոչ թե ժողովրդը պայմանական ինչ որ մարդիկ ասում են եկեք նոր սահմանադրություն ընդունենք եւ հետո այդ հարցը գալիս է ազգային ժողով։ Ազգային ժողովը նախագիծը հաստատում է եւ գնում է։ Հիմա իմ ասածը շատ տրամաբանական է։ Այստեղ նստած մարդիկ ասում են մենք կողմ չենք քվեարկելու։ Ոչ թե Նախ, որովհետև այո, ապագայի մասին մեր պատկերացումները, պետության մասին մեր պատկերացումները հարուցումն աստիճան տարբերվող են եւ չեն կարող հատվել որևէ կետում, բայց մենք լիազորված չենք կողմ քվեարկել այն սահմանադրությանը, որ մենք կարծում ենք Ալիևնա պատահել վստահենք, որ այդպես է։ Ո՞նց եք տեսնում իրավական ճանապարհը։ Ես նորից Տիկին Գրիգորյան պատասխանել ձեր հարցին, բայց փորձում եք անընդհատ նոր բաներ ինձ կորզել, նոր բան չեմ ասելու։ Նույնց ասեցի, քննարկումների միջոցով։ Սահմանադրության ձևակերպումները ես բնականաբար գիտեմ։ Ինձ դա հիշեցնել պետք չէ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու դեռ մարտին պետք է հրապարակված լիներ, ինչու դեռ չի հրապարակվել, այդ մասին էլի ենք խոսել։ Մենք քննարկումների կարիք դեռ ունենք, այդ թվում եւ թիմի ներսում վերջնականացնելու հետ կապված։ Հենց պատրաստ լինի, այսինքն մենք երբ զգանք, որ դա ամբողջական տեքստ է, որը կարծում ենք, որ արժանի է հանրությանը հրամցնել որպես սահմանադրության արդեն եղած նախագիծ, որի շուրջ բնականաբար պետք է սկսվեն քննարկումներ եւ նաեւ համապատասխան առաջարկներ ընդունել, նորից դրանց այդ առաջարկների հիման վրա փոփոխություններ, բնականաբար այդ ժամանակ արդեն կհրապարակվի, բայց նորից եմ ասում, ժամկետը նշվել տարվա վերջ մինչեւ հրապարակումը, մենք այդ ժամկետների մեջ կտեղավորվենք։ Շնորհակալություն։